Փոքր էր, երբ հրաշալի հասկացավ այս իրողությունը։ Հասկանալուց հետո շատ հարցերի պատասխաններ սկսեց փնտրել արևելյան մարտարվեստում, մասնավորապես մանկության օրերից որպես նախասիրություն ընտրած ձյուդոն։ Հաջողությունների հասավ հայրենիքում, հետո հաղթանակների ճանապարհները նրան տարան արտերկիր։ Հասավ մինչև Միացյալ Նահանգներ, որն էլ մեծապես փոխեց երիտասարդ Գոգոր Չիվիչյանի կյանքի ճանապարհը։ Բազմաթիվ հրաշալի հաղթանակների հեղինակ դարձած 17-ամյա Գոգորը Լոս Անջելեսում նոր առաջարկ ստացավ։ Բնականաբար այս ամենը հեղինակության նոր էջեր բացեցին իր համար, ճանաչման նոր հեռանկարներ ստեղծեց, որն էլ ի վերջո նոր ճանապարհի սկիզբը դրեց։ Անատների եւ փոքրիկ խմբերին մարզելու փոխարեն դպրոց էր պետք հիմնել։ Սեփական փորձը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն պետք էր փոխանցել կանոնակարգված ուսուցման ձևով։ Այստեղ էր, որ կրկին իրեն արդարացրեց փոքր տարիներին ձեռք բերած ճշմարտությունը։ Իրոք թույլերին չեն սիրում։ Իսկ մեր օրերում այնքան անհրաժեշտ էր Հայաստան ասելիս նաև ուժն ու ճարպկությունը հասկանալ, հաղթանակների հետ ասոցացնել սիրած հայրենիքի անունը եւ հենց այս ճանապարհով վերստին վերադառնալ հայրենասիրության այն երակին, որին երբեք նա չէր լքել եւ ուղեկցել էր նրան իր բոլոր հաջողությունների ժամանակ։ Այսօր արդեն Հայաստան ակումբը իրողություն է Լոս Անջելեսում, որ նույնիսկ իր մասնաճյուղերն ունի աշխարհի բազմաթիվ երկրներում։ Գոգոր ջան, հիմա պատմես, որ առաջարկը եղավ եկակ Ամերիկա մրցումների, ինչ մրցումներ էր ու ինչ առաջարկ եղավ ում կողմից։ Մրցումները հիմնական մրցումներն էր, որ ասենք ընդդեից ընտրեցին սովետական միությանը, ովքեր որ առաջի համարն էին համարում, այդ վաղտ առաջի համարը ես վերցրեցի պատանեկանը, իհարկե մի տարի էլ փոքր էի պատանեկաններից, բայց ես եկանք Ամերիկա 79 թվականներին Կոլորադո Սպրինգում անցկացվավ աշխարհի առաջնություն չէր, բայց ասենք ոնց որ աշխարհի գավաթագրական այդպես մի բան էր կոչվում։ Իրանց էր մասնակցեցինք իմ քաշային կարգի մեջ, որ առաջ տեղ վերցրեցի, ինձ լավագույն տեխնիկի գավաթ էլ տվեցին այդ ժամանակ։ Մի քանի հայեր էինք եկել այդ վաղտ, իհարկե հայեր ասելով, մենակ ես էի, մի հատ էլ հայ ունեինք մեր հետ եւ մնացածը ռուս օտարազգեր էին։ Իրանք հաղթանակներ ոչ մեկ չվերցրեց, միակ ես էի վերցրեցի եւ բացի դրանից վերցրեցի ամենալավագույն տեխնիկ ունեցող բանը։ Դրանից հետո Ամերիկայի ֆեդերացիայից ինձ առաջարկեցին, որ եթե հնարավորություն ունեմ ժամանակ ունենայի, իրանց սեմինարներ անցկացնեմ։ Ասենք դե տարիքս այդքան մեծ չէր, բայց գիտելիքներս շատ էր, կարծում եմ իրանք այդ ամեն ինչը տեսնելով էին ինձ առաջարկել։ Այտենց սեմինարներ անցկացրեցի, շատ գոհ մնացին, շատ գոհ մնացին։ Վերջում ինձ սերտիֆիկատ տվեցին, որ շնորհակալ են իմ մարզումների համար եւ նորից կսպասենք, նորից եթե Ամերիկա լինեմ, անպայման իրանց տեղեկացնեմ։ Տենց սերտիֆիկացիան ստացա ու այդ տեսակով արդեն բոլորս հետ եկանք Հայաստան։ 1980 թվականներ, որ դուրս եկանք ընտանիքով, գնացինք Իտալիա, Իտալիայում որոշ ժամանակ մնալուց հետո 1981 թվականի փետրվարին եկանք Ամերիկա, Լոս Անջելես։ Դու շարունակեցիր մարզվել արդեն։ Եվ սեմինարներ անցկացնել ու մարզվել։ Սեմինարներ դեռ ինձ ոչ մեկ չէր ճանաչում, ասենք Ամերիկայում, իհարկե այդ ժամանակամիջոցում, որ ես ընդեղ էի, կարողացան որոշ մարդիկ ինձ տեսնել, ճանաչել, բայց ընդհանուր, ասենք, ճանաչում չունեի, մինչև երբ որ եկա արդեն Ամերիկա, ստեղ սկսեցի մասնակցել մրցումների, սկսեցի հաղթել, ասենք, հենց հաղթանակներ էի տանում, որ վարկյաններ էին տևում, ինձ ասում էին Գոգոր մտնում ես, տեսնենք քանի վարկյանում ես վերջացնելու։ Մրցումների ընթացքը, որ լինում էր, բոլորը հավաքվում էին, իմ կռվելու ժամանակ, կապ չուներ ճանաչում են, չեն ճանաչում, արդեն մեկը մյուսին ասել էին, որ դու արեք հələ այս տղայի կռիվը տեսեք։ Ասենք հավաքվում էին ու ոնց որ բոլորը ինձ բալետ էին անում այդ ժամանակ, որ ասում էին ինչ ազգ ես, ասում էի հայ է, այդ ժամանակ չեն իմանում հայը ինչ է։ Ինձ Russian boy էին ասում էլի, ասում էին ռուս է։
բայց ասենք ես միշտ իրանց զգուշացնում եմ, որ ռուսը տարբեր է, հայը տարբեր է։ Այդ ժամանակներ դե հիմա իհարկե բոլորը արդեն հայերին շատ լավ ճանաչում են։ Դու սկսեցիր ձյուդո, սամբո, այն ինչ որ դու Հայաստանում էիր։ Հայաստանից առաջինը բարբա սկսեցի, բան կլասիկ չէ, բան մշամարտը բանի, ազատ ոճի մշամարտ։ Ընդդից հետո սամբո եւ ձյուդո վերցրեցի։ Ժամանակի ընթացքում 3 սպորտային սպորտները, որ 3-ը իրար հետ անում էի, մի քիչ դժվարություն էի ունենում։ Տնային աշխատանքները դպրոցի բանի, միշտ իմ պարապմունքի այդ կեսերին էի անում, որ կարողանայի դպրոցում էլ սովորեի։ Մի խոսքով ամբողջ օրս իմ պարապմունքով էր անցնում։ Այստեղ ամենամեծ հաջողությունը, ամենաառաջին լուրջ հաղթանակը երբ գրանցվեց։ Ուրեմն հիմնական տարբեր սպորտներով եմ զբաղվել, երբ որ եկել եմ ստեղ, ճիշտ ասած Հայաստանից որ եկա, մի քիչ առաջ որ խոսեցինք, եւ բոքսել եմ պարապե, ուրեմն ինձ օգտակար եղավ այդ ուրեմն ձյուդոն, մշամարտը, սամբոն, բոքսը, այդ ամեն ինչը որ պարապել եմ, ինձ շատ հնարավորություններ բացեց Ամերիկայում, էլի։ Ես իհարկե այդ նպատակով էլ եկա Ամերիկա, որովհետև ես գիտեի, որ այստեղ առաջ կգնամ, էլի, այնտեղ չեմ կարա։ Իսկ այստեղ որ մասնակցում էի, ես համ մասնակցում էի ձյուդոյի առաջնություններ, սամբոյի առաջնություններ այդ ժամանակներում չկար այստեղ։ Հետո կար ճապոնական սպորտներ կային, որը կոչվում են շուտո։ Դա ընդհանուր ոնց որ այսօրվա օրով MMA mixed martial art-ը, այտենց այդ սպորտներով էի զբաղվում եւ մասնակցում էի Ճապոնիայում աշխարհի խաղերը 6 անգամ իրենց մրցումների ընթացներում 6 անգամ չեմպիոն եմ դարձել դրանից եւ միևնույն ժամանակ ձյուդոն միշտ շարունակություն էի տալի։ Ես երբ որ ծանոթանում եի քո YouTube-յան ալիքին, երբ որ Գոքոր Չիվիչյանը փնտրում մի վիդեո հանդիպես, մի տեսանյութ 97 թվականի քո երևի առաջին մենամարտն էր MMA-ի, հա։ Այո, դա երբ որ դուրս եկավ, դա MMA չէր կոչվում, դա կոչվում էր no holds bar, ասենք no holds bar-ը մի քիչ ավելի բան տեսակետներ, որ ամեն ինչ կարայիր անեիր, այնտեղ ասենք օրենքներ շատ գոյություն չուներ այդ ժամանակ։ Դու կիմոնոյով դուրս եկար, չէ՞, եթե չեմ սխալվում։ Այո, կիմոնոյով դուրս եկա, ես առանց կիմոնոյի էի ուզում դուրս գալու, բայց իմ դասատուն ինձ խնդրեց, որ կիմոնոյով դուրս գամ։ Եվ ասաց, որ համ թե ռեկլամի համար, եւ միևնույն ժամանակ ասաց, եթե ասենք հնարքներ կան, որ դու կարողանում ես քո կիմանոն, քո յունիֆորմդ օգտագործես։ Ով էր մարզիչդ։ Մարզիչը Ջին Լոբելը, ինքը իր այդ ծանոթացանք, երբ որ նոր եկա Ամերիկա, ինքը բավականին ինձ օգտակար եղավ էլ այստեղ։ Հիմա մենք կարող ենք դիտել այդ մենամարտը եւ փորձենք քո մեկնաբանությամբ ներկայացնես ինչ տեղի ունեցավ։ Իհարկե, եւ ասեմ, որ առաջի հայ, որպես հայ մարզիկն եմ եղել այդ ժամանակ, որ մասնակցել եմ MMA-ին, ամբողջ մեր այս աշխարհի երկրագնդի վրա ես առաջի հայն եմ եղել, որ առաջի անգամ դա եմ արել։ Իհարկե դրանից հետո արդեն իմ աշակերտները սկսեցին մասնակցել եւ բարձր նվաճումներ ունեցան։ Միացնենք տեսանյութը։ Այո, միացնենք, նայենք իրար հետ։ Okay, ուրեմն Մայդան 200 խաղից 0 պարտություն, ձյուդո եւ kickboxing, thai boxing-ի աշխարհի չեմպիոն, ճապոնացի եւ կես բրազիլիացի տղա էր։ Եվ պարտություն չուներ, առաջի անգամ արդեն մենք հանդիպեցինք իրար հետ super fight-ի մեջ։ Այստեղ ծանոթացումներն արվում, 240 pound ավելի, բայց իրան ներկայացրեցին 225 pound։ Այստեղ ինձ էր ներկայանում եմ որպես Արմենիա, որ տեսակ Հայաստան, կիմանոյով եմ մասնակցում, իմ մարզիչս ինձ խնդրեց, որ կիմանո հագնեմ, որպեսզի կարողանամ իմ կիմանոյով օգտվեմ, բայց ասենք այդ կարիքը չունեցա, որտեղ շատ ժամանակ քրտնած ա լինում, սողումա չես կարողանում բռնես, կիմանոյով ավելի հեշտ է, էլի աշխատանքը։ Կար լարվածություն մոտը տեսպարի։ Որոշ չափով կար, դիմացինի տղեն, քանի որ ուժեղ տղա էր, բայց ինձ համար մեծ challenger եւ ինձ պատրաստ էի դրա համար։ Եթե չեմ սխալվում, ռինգի հաղորդավար Բրուս Բաֆերը։ Բրուս Բաֆերը ինքն է լավ ջահել տղա է, մինչև այսօր էլ դեռ հաղորդումները ինքն է վարում։ Ստեղ արդեն խաղերը սկսում են, դեռ պաշի ինչ կլինի, ինքը գիտեի, որ արդեն հարվածի վրա պետք է դա,
Ես մի անգամից մոտիկություն վերցրեցի, որ բռնեմ, որ չկարողանա հարվածի։ Ստեղ ուզեցա գցում կատարեմ, բայց ինքը պահեց, բայց ոտքը վերցնելով կարողացա պտտացնեմ, այդ հնարավորությունը իմ մոտ լավ է ստացվում։ Ստեղ ոտքի էի ուզում գնայի, բայց ոտքս վերցրել էր, մի սխալ արեց ինքը, որ ձեռքը թողել ուզեցավ դուրս գա։ Դեն ձեռքը վերցրեցի։ Ձեռքը վերցնելու ընթացքը շատ ուժեղ էր ձեռքը, չէի կարողանում բացեի, միևնույն ժամանակ ուզում էր ոտքերով հարվածել, դե ես հարվածեցի իրան։ Եվ դրանից հետո հնարավորություն ունեցա, որ ձեռքը բացեմ արդեն։ Բացելուց հետո որ հանձնվավ, ձեռքը ահագին վնաս էի հասցրել ձեռքին, դրանից հետո գիպսի մեջ դրեցին իր ձեռքը եւ առաջի պարտությունը ստացավ 51 վայրկյանում։ Այդքան տարիներից հետո ամբողջ աշխարհը ներկա էր, ցույց էր տալի pay-per-view ալիքներով, ամբողջ աշխարհի բոլոր ծայրերից Հայերի ուրախությունն եմ պատկերացնում ինչ այդ օրը որ ես իջա մի երևի 1000-ից ավել հայեր հավաքվել որ ինձ դիմավոր էին եւ մեծ ուրախություն էր իրանց համար շատ մեծ ուրախություն էր եւ էսի առաջի հայն էի որ մասնակցեցի MMA առաջնությունը 97 թվականներին դրանից հետո արդեն ոնց որ նշեցի մեր աշակերտությունը սկսավ աճուձախ հաղթանակներ տանել։ Մենք հաղորդման սկզբում սեղանին այստեղ դրեցինք այն պարգևները, այն մեդալները, որոնք փաստորեն քո անցած ճանապարհի հաղթական այդ ակնթարթներն են, դրանց վկայագրերն են։ Կուզենայի ներկայացնել ինչ կա այստեղ քո հավաքածուում, որ սրանք հիշատակներ են, կան հիշատակներ, կան, որոնք ես մասնակցել եմ այս աշխարհի առաջնություններն է, ուրեմն ընդհանուր sense բացատրեմ, ես կբացատրեմ, որոնք ոնց եմ ստացել, շատ բան Hall of Fame բաներ ունեմ, ես տարբեր, ասենք աշխարհի, Եվրոպայի, Ամերիկայի, բոլոր հայությունը աշխարհի ասենք սամբոյից, յուդոյից, ընդհանուր մենամարտից, ջուջիցու, գրապլինգ, այդ ամեն ինչից։ Կարծում եմ, որ միակ մարդը, որ այսօր ես նստած եմ ստեղ, 5 տեսակետից, 5 տարբեր տեսակետի սպորտաձևերից վերցրել եմ աշխարհի չեմպիոնշիփ։ Իհարկե ջյուդոից վերցրել եմ մեծահասակների մեջ, այդ ոնց ենք ասում հայերենով, մաստերների, վետերանների մեջ եմ կպել։ Հնարավորությունը իմ պատմության հնարավորությունը նենց էր, որ ես որ եկա Ամերիկա, ես չէի կարող ոչ մի բան անել 5 տարի, ինձ պետք էր, որ ես ամերիկյան հպատակ դառնամ, որ կարողանամ մասնակցեմ Ամերիկայի կողմից։ 87 թվականին ինձ հատուկ բան տվեցին, քանի որ Ամերիկայի առաջի համարներին շատ հանգիստ էի հաղթում, որոնք որ օլիմպիական պրիզիոներ երկրորդ տեղեր էին գրավում օլիմպիական խաղերին, ես ստեղի անցկացված մրցումների ժամանակ ես իրանց հաղթում էի։ Եվ ինձ որոշեցին, որ օլիմպիադան խաղերը 88 թվականին, որը որ պետք է լիներ Կորեայում, իշքան որ հիշում եք, Սեուլում։ Ես ինձ թերթերում գրեցին, որ Գոգոր Չիվիչյանը պետք է մասնակցի Սեուլը, ներկայացնի Ամերիկա, բայց ինձ citizen տվեցին, հպատակ տվեցին 87 թվականին, վերջին դեկտեմբերի, որ ուղարկեցին Կոլորադո Սպրինգ պատրաստվելու, որ օլիմպիադա պետք է մասնակցեմ։ Բայց ինչ ստացվեց, որ ամերիկացի տղան, որ ինքը 4 տարի արդեն այդ մրցումներին մասնակցել էր, պոինտներ էր ձեռք բերել, պոինտները աչոկներ են ձեռք բերում, պետք է բարձր աչոկը գնա։ Դե իմ աչոկներս հələ դեռ ցածր էր, քանի որ նոր էի ես հպատակ դարձել, բայց ինքը արդեն 46 աչոկ հավաքել է, ես ընդամենը հավաքել եմ 13 աչոկ։ Ինքը գնաց։ Ինձի դատի տվեցին ֆեդերացիայի կողմից, որ իրավունք չունի ինքը գնալու, ինքը պետք է գնա եւ ինքը երկրորդ համարը վերցրեց օլիմպիական խաղերին։ Ինքը պարտվեց կոյրացին։ Կոյրացին իրեն հաղթելուց հետո 3 ամիս հետո եղավ մրցումները Ամերիկայի բաց առաջնությունը, որ եղավ US Open-ը, ժամանակներում US Open-ը աշխարհի առաջնության նման մրցումներ էր։ Հիմա մի քիչ թուլացել է, առաջվա պես չի էլի։ Այդ վաղ ես էլ էի մասնակցում, ես ու կոյրացին իրար հետ ֆինալ դուրս եկանք։ Ֆինալ որ դուրս եկանք, այդ զալը համարյա ձայն չկար։ Բոլորը գիտեին, որ ես ով եմ, որ պետք է թայ օլիմպիադա, գիտեին ինքը ով է, որ օլիմպիական չեմպիոն է։ Ամբողջ զալը ձայն չկար, երբ որ մենք իրար հետ հանդիպեցինք,
Այդ որոշ կադրները ունեմ ես YouTube-ի մեջ, որ հանդիպեցինք, ես շատ արագ, որովհետև գիտեի իրան շատ էի տեսել իր ապարը կպնելու ձևը, շատ արագ 15-16 վայրկյանում ես իրան գցեցի ու վերջացրեցի խաղը։ Ու այդ ժամանակներ, որ բոլորը ասում էին, որ պետք է Գոքորը գնար օլիմպիական հնարավորություն ուներ, էլի։ Ճիշտ ասած, դրանից հետո, որ ինձ չտարան օլիմպիական խաղերին, այդ խաղերից հետո, որ ես ապացուցեցի, որ ես կարայի անեի ու ոնց որ հեռու մնացի սպորտից, ձյուդոից։ Ու ավելի ոնց որ իմ ուշադրությունս, իմ ամեն ինչս դրեցի ավելի MMA-ի մեջ, էլի։ Երևի հենց դա ստիպեց, որ այստեղ Միացյալ Նահանգներում դու ստեղծես մի մարզակումբ, որի անունը դրեցիր Հայաստան։ Ու մինչև օրս այդ մարզակումբը Հայաստան անվամբ է ներկայացնում մարզիկներին, սաներին։ Ինչու ոչ Արմենիա, Հայաստան ընտրեցիր։ Ինձ շատերը ասում էին, որ կարամ դնեմ Գոքորս կլաբ կամ Չիվիչյան կլաբ ակումբ, այտենց։ Ես ավելի իմ բնավորության մեջ մի քիչ ես ավելի ապագան եմ տեսնում, էլի ավելի, ասենք, այսօրվանից 10 տարի հետո մոտարապես տեսնում եմ, էլի, այտենց միտքս իմ աշխատում էր, որ վաղը միսօր այսքան տղաներ են պարապացնում, վաղը միսօր դպրոցներ կբացվեն, իրանք էլ դպրոցներ կբացեն, կմեծանանք, անունը կմեծանա։ Մտածելով, որ ավելի լավ կլինի, որ օտար ազգերն էլ շփվում են մեզ հետ, պարապում են, մտածելով, որ Հայաստան դնեմ, ավելի շուտ կարամ ազգ ներկայացնեմ, ասենք Գոքորը մի հատ է, բայց Հայաստանը լրի մի հատ երկիր է, էլի։ Դպրոցի պատին եռագույնը պարտադիր։ Միշտ մենք Ամերիկայում մինչև անգամ իմ մասնակցած մրցումները յուրաքանչյուր միշտ եղել է եռագույնի տակ, թեկուզ մենք եղել է Ամերիկա, ինչ որ եղել է ամերիկյան առաջնություն, այո, ամերիկյան դրոշի տակ եմ մասնակցել, բայց ինչ որ եղել է, որ ես պետք է ընտրեմ, դա եղել է միշտ եռագույն, էլի։ Ասենք այդ MMA-ն էլ որ կռվեցինք, էլի նորից եռագույնն էր։ Գրապլինգի առաջնությունները 90-ական թվականներին, այդ գրապլինգը ես բերեցի մեջտեղ, ես զարգացրեցի, այսօր աշխարհի ամենազարգացած սպորտաձևն է համարվում։ Անունը մինչև անգամ ես եմ դրել գրապլինգի, էլի։ Սաներ ունեցաք, որոնք MMA-ում բավականին մեծ հաջողությունների հասան, անունները մինչև օրս էլ այդ UFC պատմության մեջ գրում է Կարո Փարիզյան, Մանվել Ղամբուրյան, շատ եւ ամենակարևորը, որ հենց անմիջապես քո սանն է եղել ու մեծ սկսել ես այդ ճանապարհը, Ռանդա Ռոզին է եղել, ով այո, շատ, ասեմ, իրանք եղել են իմ, ոնց որ ես եմ իրանց փոքր ժամանակվանից պարապացրել եւ ուշադրության կենտրոնում են եղել իմ։ Հենց ժամանակներ էր, որ ես երբ որ ամուսնացա 79 թվականին, 99-ին իմ տղաս ծնվեց Արթուր Չիվիչյանը։ Այդքան զբաղված էի ես իրանցով, ուզում էի իրանց առաջ տանեի, որ համարյա իմ տղայից մեծանալը շատ այդքան չտեսա, ասենք առավոտ աշխատում էի, մինչև իրիկուն, իմ ժամանակս անցկացնում էի իրանց հետ։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, որ ահագին ժամանակ եմ դրել իրանց վրա բոլորի եւ արդյունքի կարողացա հասցնեմ, էլի, ասենք Կարո Փարիզյանը UFC-ի այնտեղ աստղներից մեկն էր, Մանվելը 11 տարի, Մանվել Գամբուրյանն էր այնտեղ, Սակո Չիվիչյանը, այնտեղ կար Ռոման Միտիչյանը, Կարեն Դարաբեդյանը, այդքան տղաներ ենք տվել, որ ընդհանուր որ հաշվում եմ Օտարով, Ռանդա Ռաուզին, Օտարների հետ միասին մեր հայերը 24-ից 25 UFC կռվող են տվել ես։ Ու բոլորն էլ Հայաստան ակումբ էին ներկայացնում։ Բոլորը եղել են Հայաստան ակումբի տակ եւ Օտար եւ հայ, բոլորն էլ եղել են։ Օրինա, ասենք որ ժամանակի ընթացքներում, ասենք որոշ բաներով սպորտից են հեռացել կամ իրանցով կամ ինչ-որ պատճառներով մեր դպրոցից են հեռացել եւ յուրաքանչյուր ժամանակ ովքեր որ ասենք այդ մեր դպրոցը որ թողելա ոնց որ սկսել է ավելի իջնել, ավելի պարտվել, ավելի բան, որովհետեւ մեզ մոտ մի քիչ տարբեր էր ճիշտ ասած, մենք նստում
հատիկ առ հատիկ հետազոտում էինք ոնց պետք է սկսի, ոնց պետք է վերջացնի, այդ ամեն ինչը ամեն մարդ չէր էլի որ անում էր։ Հոլիվուդի 46 ֆիլմում Գոգոտ Չիվիչյանը որպես մարզիկ, լավագույն մարզիկ, կռիվ անող մարզիկ էին ռեժիսորները ձեզ ընդգրկում ֆիլմերի մեջ, թե դուք առանձին դերեր եք ունեցել։ Առաջին ֆիլմերը մի քիչ այտենց շատ մեծ ճանաչված Էպիզոդիկ չէին, թե բաները, բայց ինչից սկսվեց, որ դե ես դերասան չեմ համարում ինձ, որ ասենք դերասան եմ եղել, շատ լավ դերասան եմ եղել կամ վատ եմ եղել, դա ես էլ չգիտեմ, բայց ընդհանուր սկսեց ոնց որ կասկադիորական բաներով, քանի որ տեսնում էին կռվի ընթացքում շատ էին հավանում, սկսեցի, ասենք, բաներին օգնել, կասկադիորներին օգնել, սովորացնել ոնց անեն, ոնց դասավորել, հետո դերասաններ էին գալի ինձ մոտ, իրանց էի օգնում, հետո իրանք ինձ առաջարկություն արեցին, որ ինչի համար դու կինոյի բանի մեջ չես մտնում, իրանց ասի, որ ես դերասան չեմ, ես չեմ կարող դերասանություն անեմ, ասեց շատ լավ էլ կարաս անես, եթե սովորես։ Մի քիչ ասենք այդտեղ ինձի հնարավորություն տվին, որ մտածեմ, այտենց հետո սկսեցի ես անմիջապես ես կասկադիորի բաներ անել, անձամբ ես, որոշ կինոներ այտենց անելով, հետո այստեղ արդեն դերասանություն պետք է անես, այստեղ պետք է խոսաս, այստեղ պետք է ես անես, այտենց ստացվա, որ հետո որ նայեցինք IMDb-ի մեջը, տեսնում ենք արդեն 46-ից ավել ֆիլմ է նկարահանված եւ ես էլ եմ զարմանում, որ այդքան ֆիլմ նկարվել են էլի։ Բայց ասենք այն ֆիլմ չի եղել, որն էր հայտնի ֆիլմը։ Հայտնի ֆիլմերից կար Takers, որ մեջ շատ լավ ես խորհուրդ կտամ, որ նայեն Takers եւ դրա մեջ ես էլ եմ նկարահանվել, մեր աշակերտներից Ռոման Միտիչյանն էլ է նկարահանվել։ Անդե ես ռուսական մաֆիայի դեր եմ տանում, որ Ռուսաստանից գալիս ենք, այտենց իմը չեմ ուզում պատմեմ, բայց այդ կինոյի վրա համարյա 1.5 ամիս աշխատել ենք էլի։ Էլի պատկերացրեք 1.5 ամիս աշխատելով ես մեջը ընդամենը երևի 3-4 րոպե մեջը երևամ, թե չերևամ էլի այտենց։ Գոգոտ, այսօր Հայաստան ակումբը քանի մասնաճյուղ ունի աշխարհով։ Հայաստանը ունի բավականին շատ մասնաճյուղներ, մոտավորապես 110-ից ավել։ Ուրեմն եւ շատերը հիմա ասենք Գերմանիայի մեկ որ խոսք է լինում ասում են Գերմանիայում ասում են հայեր են Գերմանիայում գերմանացիներն են Ֆրանսիայում ֆրանսիացիներն են Հոլանդիայում հոլանդացիներն են մի խոսքով յուրաքանչյուր եվրոպական կամ եվրոպայից դուրս կամ եւ Ամերիկա հայեր գոյություն չունեն դրանք բոլոր օտար ազգեր են եւ դրանք այդքան տարված են իմ սպորտաձևով ասենք իմ ստայլը իմ ձևը որ ես եմ մեջտեղ դրել որ բոլորն է ցանկություն են հայտնել լինեն մեր ֆեդերացիայի անդամներ։ Բոլոր տեղերում սեմինար պարապմունքներ եք անցկացնում։ Անպայման իմ սեմինարները անցկացվում է թե Եվրոպայում, թե Ամերիկայում, բոլոր իմ դպրոցներն են, որոնք իմ աշակերտներն են անցկացնում են։ Ինչու Հայաստանում չկա։ Ունենք, հիմա Հայաստանում էլ ունենք, Սարգիսը կա, Սարգիս Բազինյանը, բացվավ Հայաստանի MMA Academy-ին եւ տղաները հիանալի մասնակցում են հիմա, հիանալի։ Շատ լավ աշխարհի մեդալներ եւ այնտեղ ունենք մեր լավ հայր ունենք օրինակ ասենք Անդրեյենց թիմը կա մեր Ռուբենի թիմը կա այնտեղ նորից ջուջիցու են անում մի խոսքով ես շատ ուրախ եմ եւ ասենք Հայաստան եմ լինում գնում եմ օգնում եմ ես ասենք Սարգիսենց իհարկե դա արդեն մեր դպրոցն է օգնում եմ Անդրեյին իրանց դպրոցում նույն ժամանակ ձյուդոյի հավաքականը սամբոյի հավաքականը Ինչով որ կարողանում եմ օգտակար լինել մեր հայ ազգին, անում ենք իմ ամենալավագույնը էլի։ Հայաստանում որտեղ է անցել քո մանկությունը, պատանեկությունը, որ թաղի տղա ես դու։ Մեր ծնողները եղել են Արաբկիրից, ես ծնվել եմ Արաբկիր, բայց հետո որոշ տարիքներից հետո տեղափոխվել ենք Էրեբունի։ Հիմնական ես այդ մի քանի տարիներ որ այնտեղ եմ անցկացրել Էրեբունիում, դե գիտեք արդեն 43 տարուց ավել արդեն Ամերիկայում եմ։ Մեծամասնություն անցկացվել է այստեղ։ Եվ ամենամեծ նվաճումները, ամեն ինչը եղել է Ամերիկայում։ Հիմա դե արդեն գիտեք, արդեն մեր միայն գլխավոր դպրոցն էլ արդեն Նորթ Հոլիվուդը նավոր ունենք եւ նոր դպրոց էլ վերցրեցինք Նորթրիչում, նորից Հայաստան MMA Academy։ Շատ գոհ ենք, ես արդեն մոտարապես
3 ամիս է, 3 ամիս էլ չկա, 2 ամիս ու կես է, արդեն մոտավորապես 200 աշակերտ է։ Երկու որդիներդ մեկը քո մասնագիտությունը ընտրեց, մյուսը բասկետբոլ։ Այո։ Արտուր Չիվիչյան, ինքը արդեն նշեցինք, դասավանդում է Northridge Հայաստան MMA Academy-ում, ինքն եւ Դավիթը Roberts իրար հետ, իսկ փոքր տղաս առաջի հայնա, որ ինքը նորից առաջի հայ եղավ, ոնց որ իր պապան էր, առաջի անգամ ամեն ինչը NBA մեջի, բասկետբոլի մեջ մտավ։ Եվ շարունակությունը տվեց, որոշ ծրագրեր ունենք իր հետ կապված, հիմա NBA-ից դուրս եկավ, գնաց Բեյրութ, Լիբանան, ընդեղի հավաքականի մեջ է խաղում, այն նպատակով, որ 6 ամիս հետո հետ գա նորից մտնի NBA։ Գնում ես խաղերին, հետևում ես բասկետբոլին։ Միշտ հետևել եմ ստեղ, բայց դեռ հիմա Բեյրութում նոր պետք է սկսեն, հնարավորություն կլինի, երբ որ հունվար ամսին եթան Դուբայ, այնտեղ խաղեր ունեն 4 հատ, այդ ժամանակներում հնարավոր է եթանք նայենք իրար։ Գոքոր ջան, այս մեդալները, որ նայում եմ, այստեղ այս 5 հզորներ, այսպես ասեմ, քո վետերան մարզիկ աշխարհի առաջնության մասնակից։ Այս ընթացքը, ուրեմն ես մոտավորապես 19 տարուց ավել, էլ արդեն ոնց որ մրցումները թողեցի։ Դե գիտեք, հիմա էս վերջինն է, դրա համար այդ ավելի ինձ համար շատ հարազատ է։ Ես շատ մեդալներ եւ գավաթներ շատ ունեմ, այն ժամանակվանից հավաքված, որոշը երկրաշարժից կոտրված, կորած, եկած, մի խոսքով այդ ամեն ինչը դպրոցում է։ Ուրեմն այս սեմինարի ժամանակ, ես որ սեմինարներ եմ մասնակցում ամբողջ աշխարհով մի քիչ առաջ նշեցինք, ուրեմն ինձ հրավիրել էին սեմինարիստներ շատ հեռու չէր ստեից մոտիկ, ես եւ 2 բրազիլիացի տղաներ էին սեմինարի ժամանակ, եւ իրանց այդ սեմինարները ամեն մարդ 1 ժամ սեմինար տալուց հետո սկսեցին իրար հետ կռվել։ Կռվելու ժամանակ ես վնասվածք ունեի ուսի շատ վատ, որ պետք է օպերացիա լիներ։ Կարողանում էի տեխնիկներ ցույց տալու, բայց կռվելու հնարավորություն չունեի։ Դրանցից մեկը կար, որ ինքը աշխարհահռչակ ջուջիցուի տղա էր Բրազիլիայից, մեծ անունով, եւ ինքը ինձնից մոտավորապես 5 տարի էլ փոքր տարիք ուներ, բայց այդ ջայլների հետ, այդ ջայլ չեմպիոնների հետ որ կպներ, ոնց որ իր համար խաղալիք լինեին, բոլորին վարքյանական վերցնում էր։ Այդ ընթացներում ինձ առաջարկեցին, որ Գոկոր դու կարաս մասնակցես, իր հետ կպնես, ասի մեծ սիրով կկպնեմ, բայց ուսի պրոբլեմ ունեմ, իհարկե իրանք ուրիշ տեսակ վերցրեցին այդ ձևով, որ ոնց որ կարող է ես վախենում եմ կպնեմ, էլի։ Բայց ես տեսա, նկատեցի էդի, իրանք կանչեցի, ասի արեք սենց մի բան պայմանավորենք, ասի մոտավորապես 20 տարի ես ասի չեմ կպե։ Բայց ասի 20 տարի հետո ես կարամ նորից կպնեմ ձեր հետ եւ ասի ես ուսս լավանալուց հետո համաձայնվեցինք հեռախոսի թիվը վերցրեցինք մի խոսքով եկանք այդ օրը որ կպանք ամբողջ աշխարհով մեկ եկել էին նայելու ինձի եւ հաղթեցի այդ տղային քանի որ պատրաստվել էի ասեցի օքեյ 2019 թվականը իմ տարին է 4 հատ էլ աշխարհ մասնակցեցի դրանից հետո գրապլինգի աշխարհը կրեցի Jiu-jitsu-ի աշխարհը կրեցի եւ super fight-ը իրանց 9 անգամ աշխարհի չեմպիոն տղա էր իրան կրեցի։ Ուզում եմ մի վկայական ներկայացնեմ մեր հեռուստադիտողներին Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վկայական համար 77 Գոքոր Չիմիչյանին շնորհվում է Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետի պատվավոր կոչում։ Այո։ Ինձ համար շատ մեծ պատիվ է այն երկիրը, որ ես սկսել եմ իմ սպորտս եւ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում ստանալը ինձ համար դա մեծ պատիվ է, թեկուզ ըստեղ հիմա իմ աստիճանս 8-րդ աստիճան եմ կարմիր սիպտակ գոտի, դա նշանակում է Grandmaster, որը բանով այնտեղ ժամանակին կարծեմ ասում են Զազլոժնի մայստեր, չէ՞։ Հա։ Այտենց տիպիկ ասենք նմանատիպ բան է։ Միջազգայինից հետո սպորտի վաստակավոր վարպետի կոչ։ Այդ վաստակավորն է արդեն Grandmaster-ը։ Ինձ թվում է ներողություն, ինձ թվում է
ձեր նման յուրաքանչյուր բարձրակարգ մարզիչը, ով հսկա երկար ճանապարհ անցել ու մեծ հաջողություններ գրանցել, իր համար վաստակավորի կամ միջազգային կարգի սպորտի վարպետի այդ կոչումը այդքան էլ էական ու կարևոր նշանակություն չունի։ Սա են, այս մեդալները, այս հաղթանակները, ձեր սաների հաղթանակներն են այն փառք ու պատիվը, որով դուք ապրում եք, որով դուք վայելում եք ու տեսնում եք ձեր աշխատանքի արդյունքը։ Գիտեք ինչա, Վարդան ջան, ես այդքան շատ բան եմ արել իմ կյանքում, որ արդեն ես ինձանով չեմ ուզում պարծենամ, չեմ ուզում որևէ մեկին ցույց տամ, թե ես ով եմ, ինչ եմ, ինչ կարամ անեմ։ Միակ բանը ես մինչև այսօր ես պարծենում եմ իմ աշակերտներով, ասենք մեր դպրոցով, մեր դպրոցի աշակերտների հաղթանակով։ Մենք մեր դպրոցում ունենք 11 դասատուներ, որոնք աշխատում են չարաչար մեր երեխեքին տարբեր սպորտաձևերի մեջ զարգացնելու։ Ունենք Thai boxing, kickboxing, boxing, MMA, mixed martial art, judo, sambo, jiu-jitsu, grappling։ Մի խոսքով ուզում ասեմ, այդ կան տարբեր սպորտային բան կա, որ մեր դպրոցում կատարվում է եւ այսօրվա օրով ուզում եմ ուրախությամբ ասեմ, էլի մեր դպրոցը ջյուդոյից 17 տարի եղել է համար առաջինը ամբողջ Ամերիկայում եւ բոլոր Ամերիկայի հավաքականը գալիս էր մեզ մոտ էր պարապում։ Ու այսօր մենք ճիշտ է, շատերը այդքան բարձր է մեր անունը, որ այդ մեզ զանգում են, ասում են դուք նոր սկսողներ ընդունում եք, իրանց թվում է, որ այդքան բարձր է, նոր սկսողներ մենք չենք վերցնում։ Իհարկե վերցնում ենք, ոնց ենք կարողանում սերունդը պիտի գա, սերունդը փոխենք, սերունդը։ Այդ սերունդի ժամանակները, որ մենք ենք, այդ մինչև MMA գալը մեր դեմ խաղ չկար, ջյուդոն մենք թակավորն ենք Ամերիկայի։ Լավ, սիրելի բարեկամներ, սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ, որ հիմա ժամանակն է մենք Գոգո Չիվիչյանի հետ միասին գնանք մարզադահլիճ։ Մենք էլ վայելենք այդ Հայաստան մարզակումբի այդ շունչը, դիտենք այն տղաներին, այն մարզիչներին, ովքեր մարզվում են ու փառք ու պատիվ են բերում հենց ակումբին, իհարկե առաջին հերթին իրենց սենսեին, իրենց գրանդ մաստերին Գոգո Չիվիչյանին, որտեղ ամեն ինչի արդյունքում հետևողականությունն, ամեն ինչի արդյունքում անունն է, որ պիտի կարողանա ձեռք բերած անունն ու պատիվը բարձր պահես։ Այո։ Հաղթանակի ոգևորությամբ այսօր էլ Գոգո Չիվիչյանը մարզադահլիճում իր սաների հետ չի մարզվում որպես մարզիչ միայն։ Պրպտող սենսեյը նաև դեպքից դեպք վերհիշում է մարզիկ Չիվիչյանին, կրկին հագնում ջյուդոյի կիմոնոն, մասնակցում վետերանների աշխարհի առաջնություններին եւ հարստացնում իր մեդալների հավաքածուն։ Հաղթանակը բնավորություն է, հաղթանակը խառնվածք է, որին դավաճանել հնարավոր չէ, այլապես պետք է մտածել կենսակերպի փոփոխության մասին։ Հաջողակ երիտասարդ ճանաչված Գոգո Չիվիչյանը դեռ չի մտածում կենսակերպի փոփոխության մասին։ Նա նոր փնտրտուքի մեջ է եւ այդ ճանապարհին գնալով ստվարանում է նրա մարզական հաջողություններից բացի նրա մարդկային հաղթող տեսակի բնավորությունը ուսանելու մարզիկների քանակը։ Հայաստան մարզակումբը նրա երկրորդ տունն է, իսկ տունը պետք է մշտապես նորոգ պահել։ Այստեղ շարունակ նոր հաղթանակներ են ծնվում, իսկ Հայաստան անունը շարունակում է ասոցացվել այդ նոր հաղթանակների հետ։ Այս փոքրիկների մեջ առաջինը դուք սերմանում եք ուժ, հայրենասիրություն, տղամարդկություն երևի, չէ՞։ Բնավորությունները փոփոխվում են, ավելի տղամարդական այդ ուժը բանը ստանում են երեխեքը, էլի։ Այսօրվա օրով հեռախոսներից կոմպյուտերներից կտրվում են գոնե։ Մեր դպրոցը հիմնականին արդեն 38 տարի է գործում, առաջի դպրոցն է, որ բացվել է Ամերիկայում մեր հայերի համար։ Այն ժամանակներում այդքան հայություն չկար, կամաց լցվեց։ Ունենք մոտավորապես 500-ից ավել աշակերտություն ստե, ընդունելությունը կա միշտ։ Առաջ 5-ից վերև էինք ընդունում, հիմա ունենք ժամեր, որ սկսում են 3-4 տարեկանից արդեն։ Դպրոցը 17 տարի ամբողջ Ամերիկայում առաջի համար է եղել։ Ջյուդոյից եւ տարբեր տեսակի սպորտներ ունենք ստեղ, kickboxing ունենք, boxing ունենք, MMA ունենք, judo, sambo, jiu-jitsu, grappling, ամեն ինչ ունենք։ Կարող եք գալ Հայաստան MMA Academy, North Hollywood եւ Հայաստան MMA Academy, ունենք նաեւ North Ridge։ Մեզ մոտ ինչն է լավը, որ բոլոր տարիքները տարբեր ժամերի են պարապում։ 5-ից 8 տարեկանը իր առանձին ժամ ունի,
հետո դրանից գալիս է 9-ից մինչև 14 տարեկանը առանձին ժամեր ունի եւ ունենք ընդհանուր բարձր գոտիների հատուկ ոնց որ հավաքական ժամ, միջին տարիքի երեխեքի ժամ եւ մեծահասակների ժամ։ Սիրելի բարեկամներ, այսքանը Գոքոր Չիվիչյանի մասին պատմող մեր այս փոքրիկ տեսաֆիլմը նվիրված էր նրա անցած ճանապարհին, նրա ձեռք բերած հաջողություններին, նրա շահած մեդալներին, նրա ստեղծած Հայաստան մարզակումբի մասին եւ այն աշխատանքների մասին, որ ընդհանրապես այս վաստակաշատ շնորհալի իմ լավ ընկերը, լավ մարդը, լավ հայը շարունակում է աշխատել, շարունակում է բարձր պահել մեր հայի անունը, Հայաստան անունը։ Հաջողություն եմ մաղթում ձեզ, շնորհակալ եմ հրաշալի լավ այս հարցազրույցի համար։ Դուք վայելեք այն մի քանի րոպեն, որ այժմ կտրամադրենք ձեզ Հայաստան մարզակումբում, իսկ ես ասում եմ ստեսյուն կհանդիպենք։